բժիշկների եւ զինվորական հարության գրպանները, ել չեմ ասում արտասահման քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, նայեք, Արձագանք, հա։ ձեր մտահոգությունը լրիվ ընդունելի է, տարիներ շարունակ բոլորը մտահոգվել են դեմոգրաֆիական վիճակով, զորակոչով եւ այլն եւ այլն։ Եվ բազմաթիվ այդպես նախաձեռնություններ կան։ Ուղղակի անվտանգության համակարգը, բանակի համակարգը այնպեսին է, որ առանձին մեկ փոփոխությունը, տեսեք, օրինակ 2-3 օր առաջ պաշտպանության նախարարության դիմացի այդ տխուր պատկերը 2 տարվա ծնողների հանրավաքը։ Այն ժամանակ երբ որ բերում էին նախագիծը, հաշվի առեք, որ բանակում անհավասար վիճակ ալնելու 1.5 տարի կարող է 2 տարի եւ դրա պատուղներն են։ Այդ մտահոգությունները կան, բայց այնուամենայնիվ պարոն Քոչարյանի հիշեցնա փորձագիտական եզրակացությունը, որ իրոք մասնագիտական եզրակացություն է, այսինքն դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք կախվեր, քանի որ բանակից փողով ազատվում են, քաղաքացիությունից հրաժարվում են, եկեք սարքենք մի քանի միլիոն տա ու ազատվի։ Խնդրեմը այդ ստվերային բաները լուծելն է եւ ոչ թե դրա լուծման համար միջանկյալ տարբերակ փողով ազատվել։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, արձագանքեմ պարոն Քոչարյան, պարոն Մանուկյան, սխալ եք ներկայացնում։ Ես ինչ եմ ասում։ Ասում եմ 3000 հոգի քաղաքացիությունից հրաժարվում ամեն տարի։ Սրա արդյունքում մեր բանակի տարեկան զորակոչը պակասում է 30%-ով։ Սա այս պահին գործող վիճակ է։ Սա անցած տարի էլ է, անցած տարվա թիվը 1900-ը, էլի խայտարակ մեծ թիվ է, դա կազմել է մեր տարեկան զորակոչի մոտավորապես 20%-ը, որովհետև վերջին տարիներին մենք 8000-ից 10000 զորակոչ ենք ունեցել տարեկան, 2 զորակոչներ իրար հետ, ամառային ու ձմեռային իրար հետ։ Ասում եմ եկեք այս քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են, ասենք ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը այսօր վճարում ենք 27 տարին լրացած չծառայեցնել, այսինքն դա այն գումարն է, որը հավասարեցված է 2 պայմանագրային զինծառայող 2 տարվա աշխատավարձի։ Մենք եթե ուզում եք հրաժարվեք չծառայեք, վճարեք այդ գումարը, դա վերցնենք, տանք 10 հոգու ծառայողների ամեն մեկին 1.5 միլիոնով, որպեսզի ձեր չծառայելու արդյունքում մնացածի ծառայությունը արժևորվի, որ ինքը չասի, ես խի գնացի ծառայության, ծառայեցի 2 տարի կամ հիմա տարուկես, բայց իմ համադասարանցին ոչ ծառայեց, ոչ գումար տվեց։ Այս դեպքում կբալանսավորվի, այսինքն անհավասար վիճակ այսօր որ կա, որոշ չափով կմեղմվի։ Ուրիշ բաներ եմ ասում առաջարկիկ։ Նաև ասենք այս քաղաքացուն 15 միլիոնը մի տու հրաժարվի քաղաքացիությունից, եթե ամեն գնով չես ուզում ծառայես երկար ժամկետով։ Արի վճարի 15 միլիոն, նույն 15 միլիոնը, ծառայի 1 ամիս։ Պաշտպանության նախարարությունը իմացում նպատակահարմար չի։ Ես ինչ եմ ասում։ Ասում եմ գործող կարգով մենք ունենք 27 տարին լրացածը, կարող է վճարի 8 միլիոն, ծառայի մի ամիս։ Հիմա ասում եմ 26-ին, տանք նույն հնարավորությունը մի ամիս ծառայելու, 2 անգամ շատ վճարելու դիմաց, ասում եմ 15 տա, չի ուզում սպասի 27-ը լրանա։ 26-ում, 25-ում ուզում է կրկնակի շատ տա։ Քիչ ես ուզում իրան այդ հնարավորությունը տաս։ Ասում չեմ, բայց այդ փողը քեզ չեմ տալի։ Այդ փողը վերցնելու եմ տալու եմ ծառայող զինվորին։ Շատ լավ, շատ լավ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հարց ու պատասխանի ռեժիմը ինչ որ չափով ռեգլամենտի սահմաններում մնանք, չնայած տալիս եմ հնարավորություն մինչև վերջ արտահայտվելու, դա չի հարց։ Հարակից զեկուցման համար Պարոն Սարգսյանը գիծեզանից հետո խոսի, որովհետև ես իմ հարցը որ տվեցի, որպեսզի հստակ լսեի կառավարության բացական եզրակացության մասին, բայց չլսեցի, բայց ես գիտեմ, որ ոչ միայն կառավարությունն է բացական տվել, այլ նաև ազգային ժողովի փորձագիտական կառույցն է բացական եզրակացություն տվել 20 էջից ավել հիմնավորումներով։ Այստեղ տարբեր թվեր խոսվեցին, պարոն Սարգսյան, ես խնդրեմ, որ այդ թվերի, որովհետև ես գիտեմ, որ զորակոչի թվերը վերջին 2 զորակոչի ընթացքում աճել են։ Եվ այդ աճելու մասին խոսենք, ինչի արդյունքում է աճել, որտեղ խոսում է տոտալ նվազման մասին եւ այդ հիմնավորման տակ գնում ենք այն նախաձեռնությանը, որ կարելի է փողով բանակից ազատվել։ Այդպիսի բան չի կարելի լինի։ Խնդրեմ, պարոն Մերաբյան։ Շնորհակալություն, արգելի գործընկերներ, ես ծանոթացել եմ ազգային ժողովի փորձագիտական եւ լուծական վարչության կողմից տված եզրակացությանը, որ իմ համար շատ մտահոգիչ է, անկեղծ ասած, ուստի ես ամբողջությամբ կիսում եմ հանձնաժողովի տված եզրակացության մասով, որպեսզի այս օրենքի նախագիծը վերանայվի, եթե պետք է նաև լրացումներ արվի, ու նաև պարոն Սարգսյան, դուք ձեր ելույթում նշեցիք, որ
հստակ ես անկեղծս չլսեցի եզրակացության մասին կառավարության կողմից տված, բայց դուք ասացիք, որ որոշ կետերի հետ համաձայն չեն։ Միգուցե այդ որոշ կետերը, որոնց կառավարությունը համաձայն չի, մենք այդ կետերը հանենք ու նորից այս հարցը բարձրաձայնենք ու քննարկենք, եթե իհարկե դուք համաձայն եք, եթե ոչ, այս վիճակով ու այս տված եզրակացության հիման վրա ես բան չունեմ ասելու։ Ես ասեցի, այսինքն ես կարծիք ասեմ դեմ եմ։ Հարցեր հարակի զեկուցողին։ Ակսակցիան խնդրեմ։ Պարոն Մերհաբյան, ես հիմա առաջարկում եմ բազմաթիվ կետեր նախագծի մեջ, 1-2-ին կցանկանամ անդրադառնամ, որ հասկանամ ինչու եք դեմ։ Օրինակ ես ասում եմ քաղաքացիությունից հրաժարվում եմ մեր ժամկետային զինծառայողների թվի 30%-ի չափով տղաներ, մինչև 18 տարի լռնելու ու արդյունքում չեն ծառայում ու կորցնում ենք մենք լուրջ ռեսուրս։ Հիմա ասում եմ սահմանենք մեծ գումար 15 միլիոն, որպեսզի այս մարդիկ կամ չգնան այդ քայլին, այսինքն չհրաժարվեն քաղաքացիությունից հետագայում կամ բանակ ծառայեն, կամ եթե այդ գումարը կտան, այդ գումարը տանք ծառայողներին։ Սրա ինչն եք դեմ, նախ այս հարցին պատասխանեք եւ Շնորհակալություն։ Երկրորդ հարցն եմ տալիս։ Հիմա ես ասում եմ, եկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը խրախուսենք։ Այսինքն այսօր գործող կարգը ոնց է, ես հարցում եմ անում, ասում եմ, քանի արաքասերի քաղաքացի ունենք, ով միջև 27 տարի լռնել, այսինքն զորակոչի տարիքում գալիս է դառնում է քաղաքացի ու գնում է ծառայության, թիվ չունի պաշտպանության նախարարություն 0 է։ Այսինքն մեր Վրաստանում ծնված հայերը, Աֆրիկայում, Մոսկվայում ծնված, Ամերիկայում, Եվրոպայում միջև 27 լռնալը չեն դառնում քաղաքացի, որպեսզի չծառայեն, պարզ բան է։ Եթե ազատման հիմք չունեն, այսինքն եթե ուրիշ պետությունում չեն ծառայ այդ 10 կողմից եւ ավելի, եթե երկու երեխա չունեն կամ առողջական խնդիր չունեն, չեն դառնում։ Հիմա ասում եմ եկեք իրանց համար սահմանենք նույն պայմանները, ինչ ունեն 27 տարի լռնալուց հետո։ Այսինքն իրենց տանք արտոնյալ պայմաններ, ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Այս հավաքագրված գումարներ տալ ծառայող զինծառայողներին։ Սրա կխնդրեմ նշեք ինչն եք դեմ եւ երրորդ այս ամբողջ համակարգով հավաքագրված գումարը, որը կգա, որը արդեն հավաքագրվել է կարճաժամկետ ծառայության կամ չծառայելու դիմաց, որը մենք ընդունել ենք 24 թվականից 2 միլիարդից ավել գումարը հավաքագրվել։ Հիմա ասում եմ եկեք այս գումարը ուղենք ծառայող զինվորներին, ինչպես անում են մի շարք զարգացած երկրներում։ Հաճախ բերում ենք Իսրայելի փորձը, որը այնտեղ մարդիկ հաճույքով գնում են ծառայության։ Ինչու՞։ Որովհետև ժամկետային զինծառայողները ստանում են $500,000 աշխատավարձ։ Մենք տալիս ենք 3600 դրամ դրամական ապահովում։ Այսինքն ես ռեսուրս եմ լրացուցիչ ասում, որը գեներացվել է ու որը նախատեսված չի եղել պետական մուտքերով։ Այսինքն չեմ ասում եկեք ամեն մեկին 1.5 միլիոն տանք, որ ֆինանսների նախարարությունից ինձ գանացին բայետի որտեղից պիտի կտրենք այդ քո ասած միլիարդները։ Ես ասում եմ հստակ մեխանիզմով այդ գումարը եկել է գոյացել է բյուջեում արտասահմանից այլ միջոցներով։ Հիմա այդ գումարը եկեք տանք ծառայողներին։ Սա ինչն եք դեմ, մտ խնդրեմ ասեք։ Խնդրեմ 3 հարց, 3 պատասխան։ Տեսեք, ես միջև հարցերին անցները ես sense մի հատ բան ասեմ, տեսեք, պարոն Սարգսյան, այն ինչ որ դուք ասում եք, ինչ որ մտահոգիչ թվերի մասին եք խոսում, բայց հարցս հետևյալն է, տեսեք, կա պաշտպանության նախարարություն եւ դուք, որ պետք է իր հետ սերտ համագործակցեիք ու գայիք ընդհանուր հայտարարի ու կարողանայիք այս բոլոր խնդիրները, այսինքն մենք ես լսել եմ ձեր կարծիքը, բայց նաև կարդացել եմ այս եզրակացությունը, որ իմ համար շատ մտահոգիչ է։ Ինչու չեք եկել ընդհանուր հայտարարի, միգուցե պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, պարոն Սարգսյանը, ինքն էլ ելույթ կունենա, ասի բոլոր խնդրահարույց կետերի մասին եւ մեր հանրությունն էլ կհասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Ինչ վերաբերվում է, տեսեք, արգելել քաղաքացիություն, այսինքն վճարովի դարձնել քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետությունից